Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, նոր խորհրդարանի կազմը արդեն հայտնի է։ Ըստ ձեզ դուք անձամբ սպասում եք քաղաքական մշակույթի փոփոխության, թե նույն բևեռացումն է լինելու։ Դե հաշվի առնելով ովքեր են խորհրդարանում հայտնվել, հա, խոսքը վերաբերում է այսպես կոչված ընդդիմությանը, մեծ բան չի փոխվելու, քանի որ իրանց քաղաքական մշակույթը նախկինում հայտնի էր ու այդ առումով էական փոփոխություններ չեն լինելու։ Մենք կտեսնենք ոչ բովանդակային քննարկումներ ընդդիմության կողմից, մենք կտեսնենք նույն նարատիվների ուրեմն տարածումը ընդդիմության կողմից ու նաև ինչ որ ժամանակ միգուցե նաև նիստերի բոյկոտում ինչ որ նախկինում էր տեղի ունենում, այսինքն ընդդիմությունը որպես այդպեսին, որպես ինստիտուտ, հա, հերթական անգամ խորհրդարանում բացակայելու է եւ ամբողջ գործընթացները իդեմս իրենց լինելու են կեղծ գեներալացված գործընթացներ, որոնք մեծ առումով չեն համապատասխանելու Հայաստանի ու նրա շահերին։ Իսկ նոր խորհրդարանի ձևավորումը որքանով կփոխի քաղաքական օրակարգը։ Դե իրանք գալիս են նույն քաղաքական օրակարգերով, մեծ առումով այդ օրակարգերը ըստ էության Հայաստանի հետ կապ չունեն, չեն ունեցել եւ հետեւաբար այդ օրակարգերի սպասարկումով իրենք սպասարկելու են ըստ էության ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը, այլ այն շահերը, որոնք միշտ իրենք սպասարկել են, որոնք կրկնեմ Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեն եւ ուղիղ կապված են երրորդ երկրների ու իրանց անձնական շահերի հետ։ Պարոն Առաքելյան, խորհրդարանում 3 քաղաքական ուժ են ներկայացված, ըստ ձեզ հնարավոր է իրական քաղաքական մրցակցություն, թե կրկին ականատես ենք լինելու փոխադարձ մեղադրանքների։ Ես համոզված եմ, որ այդ այսպես կոչված ընդդիմությունը քաղաքական մրցակից չի կարող լինել իշխանության հետ եւ իրենք այդ առումով մրցակցությունից դուրս են, այսինքն իրենք մրցակցային չեն, քանի որ մրցակցային լինելու համար անհրաժեշտ են ունենալ ռեալ օրակարգեր, որոնք սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահերը, իսկ այդ առումով իրենք կրկնեմ մրցակցային չեն, քանի որ սպասարկելու են այս շահերը։ Պարոն Առաքելյան, իսկ այս կազմով ազգային ժողովը կարող է դառնալ իրական քաղաքական բանավեճի հարթակ։ Դե իշխանությունը իդեմս իր ֆրակցիայով բնականաբար ունի իր օրակարգը եւ այդ օրակարգը ձևավորվել է միջև ընտրությունը եւ արդեն ընտրությունների ընթացքում առաջարկվել է որպես քաղաքական ծրագիր եւ այդ առումով իշխանությունը ունի իր օրակարգը եւ իր բանավեճի, այսպես ասենք, թեմաները, այլ հարց է, որ ընդդիմությունը չունի ըստ էության իր օրակարգը եւ ընդդիմության օրակարգերը ածանցյալ են փաստացի իշխանության օրակարգից կամ օրակարգերից եւ այս առումով իրենք չեն կարող որակյալ բանավեճի սուբյեկտներ լինեն իշխանության համար, որը նախկինում իրենք ապացուցել են։ Իրենք առաջարկում են մշտապես կամ առաջադրում են մշտապես ծեծված թեզեր, հա, ինչը նախկինում մենք տեսել ենք եւ այդ ծեծված թեզերով իրենք չեն կարող լինել որակյալ մրցակիցներ, քաղաքական մրցակիցներ իշխանության։ Իսկ ուժեղ Հայաստանի 29 մանդատը որքանով կարող է փոխել ընդդիմության տրամաբանությունը խորհրդարանում։ Մեծ առումով այստեղ այդքան մանդատների քանակի հարցը չի, ինչքան որակի հարցն է եւ ուժեղ Հայաստանը նույնիսկ իր առաջադրած նախընտրական ցուցակի հետ կապված խնդիրներ ունի եւ մենք տեսանք վերջին օրերին թե ինչպես են ինքնաբացարկներ տեղի ունենում։ Ես համոզված եմ, որ այդ 29 մանդատ ստացած անձանց մեջ նույնպես կամ այդ անձանց շրջանում նույնպես կլինեն կասկածներ, սա ցույց է տալիս, որ այս խումբը, որը հավաքվել է մեծ առումով կոնկրետ անձի ու նրա ֆինանսական հնարավորությունների շուրջ, այս խումբը գաղափարական չի, այս խումբը սիտուատիվ, ինչ որ իրավիճակից թելադրված ֆինանսական մեծ ներդրումների շնորհիվ ձևավորված խումբ է, որը բացառապես ծառայում է, ինչպես մենք տեսանք ամբողջ նախընտրական արշավը եւ դրանից առաջ ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ երրորդ երկրի կամ իրենց նեղ ազգական շահերին եւ հետեւաբար
քաղաքական առումով ձեր կողմից նշված ուժը չի կարող լինել այնպիսի, չգիտեմ, թիմ, որը կունենա քաղաքական հենք կամ քաղաքական ենթատեքստ, դրա ականատեսը մենք եղանք նաև ամբողջ քարոզարշավի ընթացքում, թե ինչպես էին այդ կուսակցության ներկայացուցիչները ինչպիսի հայտարարություններ էին անում, որոնք եւ իրականության հետ աղերս չունեն եւ քաղաքականության հետ աղերս չունեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված բարբերաբար ձայնագրությունները, որոնք դա արդեն ուրիշ բանի մասին է խոսում, դա նախ հաստատում է այն իմ պնդումը, որ իրենք այդ խումբը հավաքված է մեծ ֆինանսական այսպես ներդրումների շուրջ կամ կոնկրետ անձի, տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի եւ իր ֆինանսական հնարավորությունների շուրջ, սա այդ ընտրակաշառքների դեպքերը խոսում է մի մասին, որ այդ նույնիսկ 29 մանդատները դրանք ձեռք են բերվել ոչ թե գաղափարական պայքարի արդյունքում, այլ ֆինանսական, այսպես միջոցների ուրեմն ծախսման արդյունքում եւ համոզված եմ դատարանը ըստ էության կհաստատի այդ փաստերը եւ դրա արդյունքում մենք կարող ենք այլևս փաստել, որ այն նույնիսկ 29 մանդատները դրանք ձեռք են բերել ֆինանսական կամ ընտրակաշառքների միջոցով, որը ըստ էության մեկ այլ եզրահանգումների կամ հետևությունների առիթ է տալիս, որ մենք պետքա այնպես անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում այլևս չկրկնվի փողով ձայն գնելու այդ պրակտիկան, քանի որ դա ուղիղ կապ ունի մեր պետության ու նրա ազգային անվտանգության հետ։ Պարոն Առաքելյան, Հայաստան դաշինքից էլ միայն Ռոբերտ Քոչարյանը մանդատը չվերցրեց, ինքնաբացարք հայտնեց, ըստ ձեզ ինչու։ Դե գիտեք, մի տեսակ խորհրդարանում անհամատեղելի կլիներ Ռոբերտ Քոչարյանի եւ այս խորհրդարանի գործունեությունը այն առումով, որ տեսեք նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի որդին է այնտեղ ու այդ ճնշումներին ըստ էության չի դիմանում, այն խոսքը վերաբերում է այն ամենին, թե ինչ ա արել Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման նախորդ տարիների ընթացքում եւ դրա մասին այդ խորհրդարանում միշտ խոսվելու է։ Մենք տեսել ենք բազմաթիվ անգամներ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ իր այսպես սիրելի լրագրողների շրջապատում այնպեսի արտահայտություններ անում, որ հետո դառնում է ուրեմն ըստ էության համացանցերում մեմեր են դառնում, ըստ էության Ռոբերտ Քոչարյանի խոսքերը եւ պատկերացրեք այդ խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանին իր ուրեմն անցյալով եւ իր վարժ հայրենով ինչ կկատարվեր ու մեծ առումով Ռոբերտ Քոչարյանը ըստ էության լինելով Հայաստանի նախագահ ինքը երբեք այսպես լայն հանրային գործիչ չի եղել, ինքը միշտ այսպես թաքնվել է, չգիտեմ, իր թիմակիցների ետևում փորձել է հնարավորինս քիչ խոսել, քանի որ մեծ առումով խոսելու բան չկար եւ հենց այդ հարցն է, այդ հանգամանքն է, որ Ռոբերտ Քոչարյանին ստիպել է վայր դնել մանդատը, քանի որ ինքը մեծ առումով խոսելու բան չուներ այդ խորհրդարանում, այդ ամբիոնից եւ փաստարկներ չուներ, այո, իհարկե սպասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի մանդատը։ Իսկ ձեր գնահատմամբ ո՞րն է ընդդիմության ամենամեծ թերությունը։ Դե ընդդիմության ամենամեծ թերությունը իր անցյալն է, քանի որ դա մի խումբ է, դա մի ընդդիմություն է, որը ժամանակին հնարավորություն է ունեցել Հայաստանը դուրս բերել զարգացման, չգիտեմ, մի նոր մակարդակի, որը հնարավորություն է ունեցել այսօր շատ այսպես բարձրագույն հայտարարություններ են անում, իրանք հնարավորություն են ունեցել առնվազն 2 տասնամյակ այդ իրանց ինչ որ հիմա իրենք ասում են, դա կյանքի կոչեն եւ իրենք ոչ միայն դա կյանքի չեն կոչել, դրա փոխարեն իրենք են հարստացել, իրենք այսպես չքավորությունից, գալով քաղաքականություն դարձել են միլիոնատերեր եւ տարբեր տվյալների նաեւ դոլարային միլիարդատերեր եւ հետեւաբար այդ անցյալը քաղաքականության մեջ իրենց միշտ հետապնդելու է եւ դա է որ հարցերը առաջացնում ընդ որում անպատասխան հարցեր։ Պարոն Առաքելյան, այս պահին դուք տեսնում եք արտահերթ քաղաքական գործընթացների կամ լուրջ ներքաղաքական վերադասավորումների նախադրյալներ։ Իհարկե չեմ տեսնում, Հայաստանում ամենախոշոր քաղաքական ուրեմն գործընթացը տեղի ունեցավ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունները,
այդ ընտրություններին մեր քաղաքացիները իրենց վճռական խոսքը ասեցին եւ հերթական անգամ վստահեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանություն կազմելու եւ ըստ էության միանձնյա ձևավորելու կառավարություն եւ իրացնելու այդ գործառույթը եւ դրա ըստ էության եթե լինեին նման տրամադրություններ, հա, ապա դա կարտահայտվեր նաեւ ընտրությունների արդյունքներում, իսկ ընտրությունների արդյունքները պարզ են ավելի նույնիսկ այդ մեծ ֆինանսական, հա, հոսքերի այդ ընտրակաշարքների պարագայում այդ ընդդիմությունը չկարողացավ գեներացնել մեծ թվով այսպես կողմնակիցներ եւ ինչպես նույն Սամվել Կարապետյանը խոսել իրենք հիասթափված են ու համոզված եմ որ այդ հիասթափությունները գնալով ավելի կխորանան քան որ կրկնեմ իրենք չունեն ըստ էության այնպիսի էլեկտորալ աջակցություն որպեսզի կարողանան Հայաստանում չգիտեմ փողոցային լայն գործընթացներ գեներացնել եւ չգիտեմ ինչպես իրենք են ասում հեղափոխություն կամ հեղաշրջում եւ այլն։ Հա օրինակ Սամվել Կարապետյանը հայտարարել է որ առաջիկայում պատրաստվում է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ուժեղ եւ վստահելի հանրահավաք անցկացնել։ Դե դա աբսուրդ է, կրկնեմ եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երբ որ խոսում են դրանք կրկնեմ դառնում են համացանցում մեմերի, այսպես շատ գեղեցիկ մեմեր են դառնում եւ հետևաբար Սամվել եթե հավատայինք Սամվել Կարապետյանին, ապա ինքը արդեն վարչապետ էր կամ իրենց թիմի, եթե իրենց թիմի հայտարարությունը, այսինքն այս խեղկատակությունը, այս անլրջությունը քաղաքականության մեջ գալիս է նաև իրենց ապաքաղաքական լինելուց, այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր չեն պատկերացնում քաղաքականությունը, չեն պատկերացնում Հայաստանի քաղաքացիների տրամադրությունները, որոնք դառնում են նաև իրենց սխալների հիմնական պատճառներից մեկը։ Պարոն Առաքելյան, բայց եթե այնուամենայնիվ հանրահավաքը կայանա, ըստ դա կարող է դառնալ ընդդիմության համախմբման մեկնարկը։ Տեսեք, Հայաստանում միշտ էլ հանրահավաքներ եղել են վերջին 5 տարիների ընթացքում առնվազն եւ այդ հանրահավաքների իհարկե Հայաստանում կարելի է գեներացնել, չգիտեմ, 5-10 հազար ինչ որ հանրահավաք եկող, այսպես դժգոհ մասա, որը մենք մշտապես տեսել ենք եւ այդ 5-10 հազարը դա կրիտիկական զանգված չի, ավելին ասեմ, հեռու է կրիտիկական զանգված լինելուց, որպեսզի Հայաստանում ինչ որ ներքաղաքական լուրջ գործընթացներ գեներացնեն, սա պարզապես քանի որ իրենք գնացին ի հեճուկս իրենց նախկին հայտարարությունների վերցրեցին մանդատները, ապա դրանով իրենք փորձում են արդարացնել այդ մանդատները վերցնելու իրենց այդ քայլը եւ փորձում են իրենց այն փոքրաթիվ հետևորդներին այսպես համոզել, որ դա ճիշտ էր, որ իրենց պայքարը դեռ շարունակվում է, որ իրենք դեռ արժևում հանրային լուրջ այսպես գործընթացներ են գեներացնելու եւ այլն եւ հետեւաբար ինչ որ բանով պետք է արդարացնեն այդ ամենը, դրանով են արդարացնում։ Իսկ ձեր գնահատմամբ, եթե մանդատները վերցրել են, ուրեմն ընդունում են ընտրության արդյունքները։ Դե գիտեք, բնականաբար ընդունում են եւ այն հայտարարությունները, որ լեգիտիմ չեն ընտրությունները եւ այլն, իրենց գործողություններն ու հայտարարությունները չեն համապատասխանում։ Երբ որ լեգիտիմ չի լինում, հա, իրենք տրամաբանական է, որ իրենք մանդատները չեն վերցնում, բայց եթե վերցնում են այդ մանդատները, նշանակում է իրենք ընդունում են այդ ընտրությունների արդյունքները եւ ըստ էության համարում են, որ դա լեգիտիմ է։ Օրինակ Սամվել Կարապետյանը հայտարարել էր նաև օրինական ճանապարհով իշխանափոխության մասին, գաղտնի պլան ունեն, ըստ ձեզ որքանով է իրատեսական սա։ Գիտեք, օրինական ճանապարհով Հայաստանում այլևս իշխանափոխություն կարող է լինել ընտրությունների միջոցով, այդ ընտրությունները ընդամենը ամիս ու կես առաջ տեղի ունեցան եւ փաստացի այդ օրինական ճանապարհով մեր քաղաքացիները ընտրեցին իրենց իշխանությունը եւ այլ օրինական ճանապարհով չի լինում։ Հաջորդ օրինական ճանապարհը դա հաջորդ ընտրություններն են։ Պարոն Առաքելյան, եթե հայտարարվող հանրահավաքներն ու փողոցային պայքարը չտան ակնկալվող արդյունքը, ինչ այլ քաղաքական գործիքներ կարող են մնալ ընդդիմության ձեռքում։ Տեսեք, ընդդիմությունը իրան դնում է այսպես շատ վատ իրավիճակներում, հայտարարում է մի բան, հա, հայտարարում է այսպես դնում է բարձր պլանկա, բայց իր կարողությունները ամենացածր պլանկայի վրա են։ Մենք տեսել ենք նախկինում, թե ինչպես էր օրինակ այդ նույն
Ռոբերտ Քոչարյանի թիմը խորհրդարանում արդեն նախորդ խորհրդարանում հայտարարում էր, որ այսինքն իրեն գնացին ամիսներով փողոցներում, փակեցին վրաներ դրեցին, ինչ որ ակցիաներ արեցին, հետո մաշեց այդ ամբողջ շարժումը, հետո իրենք հայտարարեցին, որ գալիս են խորհրդարան իրենց օրակարգով, այդպես էլ այդ օրակարգը չտեսանք, այդ օրակարգի սպասարկումը չտեսանք։ Նույն բանը շատ ավելի վատ ձևով կատարվելու է հիմա։ Պարոն Առաքելյան, անդրադառնանք նաև Գագիկ Ծառուկյանի հետ կատարվող գործընթացներին, տան խուզարկություններից հետո քաղաքական դաշտում ըստ ձեզ ինչ փոփոխություններ կարող են լինել եւ որքանով կարող է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվող գործընթացը ազդել ընդդիմության աշխատանքի վրա։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանը չունի այն քաղաքական այսպես ասենք ազդեցությունը, որ իր հետ կապված ինչ որ բանը ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա եւ հետեւաբար ես համարում եմ, որ այն ինչ որ տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի հետ զրոյական ազդեցություն ունի եւ ունենալու է Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Իսկ ընդդիմադիր դաշտում ես չգիտեմ ինչ ազդեցություն կարա ունենա, քանի որ կրկնեմ, ընդդիմադիր դաշտն է Հայաստանի քաղաքական դաշտի մի մաս եւ ըստ էության որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Իհարկե միակ բանը, որ կարող է լինել, դա այն է, որ իրենք կարող են պարզապես այս ամբողջ գործընթացը շահարկել եւ փորձել քաղաքականացնել, ասել որ քաղաքական հետապնդում է եւ այլն, բայց մենք տեսնում ենք իրավապահ համակարգի գործողություններ եւ ըստ էության դրա տակ նաեւ որոշակի փաստեր, որոնք առաջադրում են մեր իրավապահ համակարգը։ Հիմա մարդիկ եկել են ներգրավել են քաղաքականության մեջ, ենթադրենք մենք ինչ որ անձ որոշ ժամանակին հանցագործություն է կատարել, գալիս է մտնում է քաղաքականություն, հետո վաղ այդ հանցագործությունը բացահայտվում է, ձերբակալվում է ու հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է։ Չէ, ճնշում չի, իրավական գործընթաց է տեղի ունենում եւ մեծ առումով կրկնեմ որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա, քանի որ պարոն Ծառուկյանը այդ ազդեցությունը չունի Հայաստանի քաղաքական կյանքի վրա, գոնե հիմա եւ հետեւաբար այդ ազդեցությունը զրոյական է։ Այսինքն դուք դա համարում եք իրավական գործընթաց, ոչ թե քաղաքական պայքարի մաս։ Իհարկե իրավական գործընթաց, որքան էլ որոշ մարդիկ փորձում են դա ներկայացնել որպես քաղաքական բռնաճնշումներ եւ այլն, դա իրավական գործընթաց է։ Մենք առաջիկայում ականատես կլինենք նաեւ այն իրավական փաստերին եւ փաստարկներին, որոնք առաջադրվել են, այն բացահայտումներին, որոնք առաջադրվել են եւ դրանց դատաքննությանը եւ իհարկե չխախտելով անմեղության կանխավարկածը կլինի դատական process եւ այդ դատական process-ի արդյունքում մենք կտեսնենք վերջնականորեն այն հենքերը, որոնք առաջադրել են մեր իրավապահ մարմինները։ Պարոն Առաքելյան, իսկ վերջին զարգացումների ֆոնին ինչպես է գնահատում Ռուսաստանի դերը Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Դե ակնհայտ է, որ այս քաղաքական ուժերը հովանավորվում են Ռուսաստանի կողմից եւ դրա մասին ըստ էության բաց տեքստով ասել է Ռուսաստանի նախագահը։ Այստեղ այլ կարծիք չի կարող լինել եւ փաստացի այս քաղաքական ուժերի միջոցով Ռուսաստանը փորձում է մասնակցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքին, որքան էլ Ռուսաստանից հայտարարում են, որ ըստ էության Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հիմա ունի նույն ազդեցությունը, ինչ ընտրություններից առաջ էր։ Դե գիտեք, ընտրությունից առաջ էլ, ընտրությունից հետո էլ Ռուսաստանը հենվում էր այն քաղաքական ուժերի վրա, որոնք այսօր անցել են խորհրդարան։ Մենք կարող ենք ըստ էության ասել, որ խորհրդարանում հայտնված ուժերը դրանք ըստ էության Ռուսաստանի քաղաքական ուժերն են Հայաստանի Հանրապետությունում եւ իդեմս իրենց Ռուսաստանը ունի ըստ էության ֆրակցիաներ Հայաստանի խորհրդարանում եւ դա ակնհայտ է եւ դա բացահայտ է եւ այդ առումով Ռուսաստանը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում հետագայում նույնպես։ Ինչպես կարող են այդ ազդեցությունները երևալ օրինակ, ինչ կարող են։ Դե այդ ազդեցությունները երևում են հետեւյալում, որ այս քաղաքական ուժերի համար առաջին խնդիրը ոչ թե Հայաստանի Հանրապետության պետական շահերը սպասարկելն է, այլ Ռուսաստանի Դաշնության պետական շահերը սպասարկելն է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ առումով այդ քաղաքական ուժերը սպասարկելու են Ռուսաստանի շահերը, որը մեծ առումով մեզ համար նաև ազգային անվտանգության խնդիրներ են առաջացնում, անկախ նրանից այդ ուժերը կլինեն
Ռուսաստանի սպասարկողները, Ռուսաստանի շահերի սպասարկողները կլինեն, չգիտեմ, մեկ այլ երկրների շահերի սպասարկողները, այդ երևույթը ինքնին վտանգավոր է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից ու այստեղ ըստ էության նշանակություն չունի թե որ երկրի շահն է սպասարկում այստեղ խնդիրը հետևյալն է իրենք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահերը իրենք սպասարկելու են երրորդ երկրի շահերը ու կապ չունի թե երրորդ երկիրը Ռուսաստանն է թե այլ երկրներ Պարոն Արաքելյան եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվի ինչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա Վերջին տարիներին ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները այսպես տրանսֆորմացիայի են ենթարկվում եւ դա բնականաբար ելի կրկնեմ այս քաղաքական ուժերի միջոցով իր ազդեցությունը ունենում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, բայց ես կարծում եմ, որ մենք դրանից չպետք է վախենանք, մենք պետք է վճռական լինենք մեր ազգային պետական շահերը պաշտպանելու տեսանկյունից անկախ նրանից թե որ քաղաքական ուժի հետևում որ աշխարհակաղակական կենտրոն է կանգնած մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության շահը եւ եթե դա ինչ որ աշխարհակաղակական կենտրոններին ու իրենց սպասարկող ուժերին դուր չի գալիս ապա դա իրենց խնդիրն է Պարոն Արաքելյան Ռուսաստանը կարող է որևէ կերպ ազդել ընդդիմության համախմբման կամ քաղաքական գործընթացների վրա այսօր ունի այդ հնարավորությունը Ակնհայտ է որ այս քաղաքական ուժերը հրահանգներ նաև ստանում են դրսից եւ թե ինչ հրահանգներ կտրվի իրենց այդպես էլ կփորձեն շարժել եթե հրահանգ կլինի որ տղեկ sense մի հատ հավաքվեք իրար գլխի միավորվեք, իրենք կմիավորվեն, հա, ֆորմալ առումով միավորված, քանի որ գաղափարական եւ իրենց նպատակների առումով իրենք միավորված են եղել ընտրություններից առաջ էլ այդ երեք կուսակցությունները ըստ էության սպասարկել են նույն գաղափարները, նույն աշխարհակաղակական կենտրոնից եկող գաղափարները եւ այդ առումով իրենք միավորված են եղել, պարզապես տակտիկական քայլ է եղել հանդես գալ կամ ընտրություններին մասնակցել 3 թևով կամ 3 գլխով, հա, ինչպես իրենք սիրում են ասել։ Հիմա այդ տակտիկական, հա, քայլով իրանք ըստ էության երկու ուժը մտան խորհրդարան, իսկ հետագա իրանց գործողությունները բնականաբար կթելադրվեն կրկնեմ ոչ թե Հայաստանի ազգային պետական շահերից, կթելադրվեն ըստ էության մեծամասամբ դրսից, ինչպես կասեն, այնպես էլ իրենք կվարվեն։ Իսկ Ռուսաստանը ունի այդ հնարավորությունը։ Դե տեսեք, Սամվել Կարապետյանը ռուսական օլիգարխ է։ Սամվել Կարապետյանի կապիտալի ճշող մեծամասնությունը գտնվում է Ռուսաստանում եւ այդ ռուսական ազդեցությունը Սամվել Կարապետյանի վրա չափազանց մեծ է եւ հետեւաբար այդ ազդեցությունը մեծ է լինելու նաև Սամվել Կարապետյանի այդ քաղաքական թիմի վրա, նույնը Ռոբերտ Քոչարյան, նույնը Գագիկ Ծառուկյանը եւ այլն։ Պարոն Արաքելյան, ինչ սցենար եք տեսնում մինչև տարեվերջս ձեզ հնարավոր է քաղաքական համակարգի վերադասավորում, թե դերակատարները կմնան նույնը։ Իհարկե սցենարներ որպես այդպեսին նման սցենարներ ես չեմ կանխատեսում ձևավորվել է խորհրդարան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջիկայում կձևավորի միազնյա կառավարությունը եւ կանցնի իր գործառույթներին սցենարների առումով ես չգիտեմ մենք գիտենք որ կան հարուցված նաեւ բազմաթիվ քրեական գործեր ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ միայն քաղաքական թիմի անդամ ես կցանկանայի օրինակ տեսնել այդ քրեական գործերի շուտափույթ հանգուցալուծում եւ նրանք ովքեր մեղավոր են այդ առաջադրված հնարավոր հանցանքներում, հա, իրանք պետքա ստանան համապատասխան պատիժներ, այն ինչ որ գողացվել է Հայաստանի Հանրապետությունից պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, սա յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությունն է, ամբողջ նախընտրական արշավի ժամանակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես են մեր քաղաքացիների հիմնական պահանջը դա է եղել, թե ինչու են այս մարդիկ ազատության մեջ, ինչու են այս մարդիկ այդքան դառնություններ ու տառապանքներ պատճառել մեր քաղաքացիներին ու հիմա ոչ միայն ազատության մեջ են, այլ նաև քաղաքականությամբ են զբաղվում, ուզում են նորից ըստ էության իշխանությունը բռնազավթեն Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ շատ, պարոն Արաքելյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Էդգար Արաքելյանը։